Կրկին ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ունիկալ զարդ եմ ես ստացել, միասին կբացենք ու կտեսնենք եւ նաեւ այս շնիկին կուղարկենք, սա պատվեր է գնել։ Այս բարի շնիկը գտել էի նոր տիրոջը, շատ շուտով ես այն կուղարկեմ, բայց մինչ այդ որոշեցի ձեզ ցույց տալ կրկին եւս մեկ անգամ, թե ինչ գեղեցիկ կատարում է, սա աքսեսուար է փողկապի կամ շարֆի համար, իսկ այն բրոշներից է, որոնք կարծես զրույց սկսելու համար են նախատեսված եւ կարծում եմ, որ այս գնորդը ունի նմանատիպ շնիկ եւ մեծ հաճույքով կկրի այն, քանի որ ինքը հենց այս զարդը ընտրեց իմ զարդերի տեսադարանից եւ շատ էր ուզում ձեռք բերել հենց այս զարդը։ Դե ինչ սիրելիներ, փաթեթավորենք միասին եւ ուղարկենք եւ ապա կնայենք, թե ինչ զարդ եմ ես ինքս գնել ձեռք բերել, կարծում եմ բոլորիդ հետաքրքիր է։ Ուրեմն մինչ այս ծրարի մեջ տեղավորելը պղպջակավոր, ես այն նույնպես կտեղադրեմ մեկ այլ տոպրակի մեջ պղպջակավոր, իսկ մինչ այդ, ահա այսպիսի ձևավորմամբ կփաթեթավորեմ, ահա այսպես։ Փաթեթը պատրաստ է, կպցնեմ հասցեն եւ ուղարկեմ բարի ճանապարհ սիրունիկ շնիկ։ Հիմա բացենք իմ պատվերը, սիրելիներ, տեսնենք ինչ կա ներսում։ Վաու, հերթական արտեկոն, իմ սիրելի ժամանակաշրջանին բնորոշ բրոշ։ Հիմա ուսումնասիրենք, թե ինչ վիճակում է այն գտնվում։ Տարիքային հետքեր կան վրան, տեսնում եք, որ բոլոր քարերը չէ, որ սպիտակ են ու փայլուն, բայց համենայն դեպս այս բրոշը չի կորցրել իր շքեղությունը։ Մարկիրովկան, որ դեպոզե նշված է, այսինքն հաստատված է լիցենզիան, իսկ ներքևի հատվածում էլ տակի այս մասում գրված է, որ պատրաստված է Ֆրանսիայում։ Իհարկե մենք դա հասկացանք անմիջապես տրոմբոնային փականը տեսնելով, ֆրանսիական բրոշները ունեն ահա այսպիսի տրոմբոնային փական։ Հիմա արձակեմ մասերը։ Գիտեք ինչ դժվար է։ Ահա մեկ եւ երկու, երբ որ քո ձեռքում 100 տարեկան բրոշ է լինում, դու փորձում ես մաքսիմալ զգուշ անել այդ ամենը, իսկ կամերայից այն կողմ էլ ավելի դժվար է, կարծում եմ դուք դա հասկացաք։ Հնարավոր է սա կրել մորթե մուշտակների վրա, առհասարակ մորթե իզդելյաների վրա, որ ինձ այդ նպատակով էլ այն ստեղծված է, որպեսզի կրեն մորթե մուշտակների կամ օձիքների վրա, նաև մորթե գլխարկների վրա։ Սիրելիներ, ես ունեմ եւս երկու նմանատիպ մոդելներ։ Սիրելիներ, ես ունեմ եւս երկու տարբերակ, ֆուլ կլիպ եւ դրես կլիպ, ուրեմն տարբերությունը ինչու՞մ է։ Տեսնում ենք տարբերությունը, առկա տարբերությունը ահա սա է։ Ֆուլ կլիպի եւ դրես կլիպի։ Դրես կլիպը հնարավոր է կրել հագուստի վրա, իսկ ֆուլ կլիպը մորթե իզդելյաների վրա, ինչպես այս դեպքում նույն ֆրանսիական արտադրության ֆուլ կլիպ է, նույն տրոմբոնային փականով եւ այստեղ էլ նշված է պատրաստված է Ֆրանսիայում։ Տարբերությունը կայանում է մոդելի դիզայնի մեջ։ Երբևիցե իմ մտքով չէր կարող անցնել, որ ես ձեռք կբերեմ ահա այսպիսի հազվագյուտ նմուշներ։ Հիմա սա էլ անցկացնեմ իր կարկասի վրա եւ համեմատենք։ Եկեք համեմատենք մոդելները, հասկանում ենք, որ դիզայնի տարբերությունը ընդհանրապես կորպուսը, կարկասը նույնն է։ Երկու ֆուլ կլիպներն էլ մորթե մուշտակների համար են եւ պատրաստված են Ֆրանսիայում։ Մեկնաբանություններում գրեք, տեսնեմ, որ ֆուլ կլիպը դուր եկավ ձեզ, որ մոդելի, որ նախշազարդերով, երկուսն էլ պատրաստված են Ֆրանսիայում, երկուսն էլ ֆուլ կլիպներ են եւ մորթե մուշտակների համար են նախատեսված։ Ինչպես գիտենք, 20-ականից 30-ականներին մորթե մուշտակները համարվում էին ճոխություն, ռոսկոշ եւ բոլորը չէ, որ կարողանում էին կրել։ Այն ժամանակ դեռևս հարուստ տներում կային
ծառաներ, նրանց համար նախատեսված հատուկ սենյակներ եւ մորթե մուշտակները միայն գրում էին ազնվատոմ տիկնայք ու պարոնայք, բոլորին հասանելի չէր։ Եվս մեկ անգամ համեմատենք կարկասը եւ տեսեք, որ նույն ամբողջովին նույնն է, նույն ընկերության հավանաբար պատրաստված, նույն ժամանակաշրջանի, համենայն դեպս հստակ է, որ երկուսն էլ պատրաստված են Ֆրանսիայում, նմանատիպ ֆորկլիպներ եւ դրեսկլիպներ պատրաստվել են ավելի շատ Ամերիկայում հոլիվուդյան աստղերի համար, բայց գիտենք, որ ֆրանսիական կինոմատոգրաֆիան նույնպես շատ զարգացած է եղել այդ ժամանակաշրջանում եւ այստեղ նույնպես Ֆրանսիայում եղել են նմանատիպ զարդեր, ուղղակի ավելի քիչ քանակությամբ, որովհետեւ հոլիվուդյան թափը ոչ մեկ չունի, Հոլիվուդը դե գիտենք, որ հենց կինոների աշխարհն է, քաղաքն է։ Հիմա ձեզ ցույց կտամ վերջերս ձեռք բերած իմ չեխական դրեսկլիպը, ահա այն։ Տեսեք մետաղական գույնը ինչ գեղեցիկ է, հանգած ոսկեգույն, այն էլ բարձր փրոբի 999 փրոբի աղի չերվոնի գույն է այս դրեսկլիպը։ Շատ գեղեցիկ դրեսկլիպ է, ինչ շատ է դուրս գալիս։ Եվ մետաղական հանգած փայլը եւ կորոլային էլեմենտների արկայությունը։ Շատ գեղեցիկ դրեսկլիպ է։ Ուզում եմ ձեզ ցույց տալ իմ ունեցածներից եւս մի քանիսը։ Այստեղ եւս կա մեկ դրեսկլիպ, նայեք ինչ գեղեցիկ զարդանախշերով, հետևի հատվածը։ Ահա այսպիսին է։ Եվ եւս մեկը ունեմ, փոքրիկ մինատյուրկա, եւս մեկ դրեսկլիպ, որը նախատեսված է կոշիկի համար, կոշիկները նույնպես զարդարել են, այդ ժամանակաշրջանում տեսնում ենք այս կողքի ատամիկների արկայությունը, ոչ միայն կա 3 հատ վերևում, այլ նաեւ կողքի հատվածում, դա վկայում է այն մասին, որ այս դրեսկլիպը կոշիկների համար է նախատեսված։ Կոշիկները նույնպես զարդարել են այդ ժամանակաշրջանին, նաև հատուկ է այս ականջողերը, այդ էպոխային։ Այս գեղեցիկ վզնոցը, ինչպես նկատում եք, ամբողջը համապատասխանում է տվյալ ժամանակաշրջանին, 20-ականներից 30-ականներին, ժամանակաշրջանին բնորոշ զարդեր են սրանք հարգելիներս, երբ եղել են բալեր, պարահանդեսներ եւ մարդիկ այդ ժամանակաշրջանում ակտիվորեն էլիտան մասնակցել են նմանատիպ պարահանդեսներին, իրենց ժամանցային հաճույքները անցկացնելով եւ նաեւ նոր ծանոթություններ ու կապեր հաստատելով, այդպիսի ժամանակներ են եղել։ Ինչ է, ձեզ թվում է միայն ներկա ժամանակներում են ծանոթությունները, կապերը մեծ դեր խաղում, ոչ, միշտ էլ եղել է դա։ Անգամ այստեղ Եվրոպայում դա նույնպես արկա է եւ թաքնված տեսքով, ճիշտ է, թեմայից շեղվեցի ինչևէ, բայց ամեն դեպքում ուզեցա ձեզ հետ մտքով գնալ դեպի իմ սիրած ժամանակաշրջանը 1920-ականները, երբ կանայք կրում էին կորսետներ, կրում էին նմանատիպ զարդեր, իսկապես շատ հետաքրքիր ժամանակաշրջան է եղել, ես շատ կուզենայի այդ ժամանակաշրջանում ծնված լինեի, եթե ինձ լիներ ընտրելու հնարավորություն, ապա այդ ժամանակաշրջանը կընտրեի, կամ էլ 1970-ականներին ռետրո ժամանակաշրջանը շատ ինձ էլի դուր է գալիս եւ պատմության մեջ այդ 1970-ականները, 60-ականներից ընկած 70-ականները ամենա լավ ժամանակաշրջանն է եղել ամեն ոլորտներում, սպորտի զարգացման, արդյունաբերության, տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում, քանի որ պատերազմներ չեն եղել եւ ոսկե դարաշրջան է եղել, այն ժամանակ 1 եվրոն 1 դոլարը գումար է համարվել, որովհետեւ 1 բագետ հացի գինը արժեր ընդամենը 6 սանտիմ, իսկ հիմա 1 եվրոյից է սկսում 1 բագետի գինը, դուք պատկերացրեք ինֆլյացիան ինչ խոշոր չափերով է աճել, այն մեր տատիկները, պապիկները կարոտով են հիշում այդ լավ ժամանակաշրջանները, բայց միգուցե մենք էլ շուտով ամեն բան կսկսենք համեմատել, բայց Ֆրանսիայում ընդհանրապես եթե սկսում են ինչ-որ մի ժամանակաշրջանը կամ ինչ-որ մի
երևույթը համեմատել, թվարկում են եւ լավ կողմերը եւ վատ կողմերը, որովհետեւ ցանկացած ժամանակաշրջան, այո, այդպեսին է, ունի եւ լավ կողմերը եւ վատ կողմերը եւ ցանկացած ժամանակաշրջան մատնահետքի նման թողնում է իր հետքը բոլոր բնագավառներում, բոլոր ասպարեզներում, ֆեշն, սպորտ, արդյունաբերություն, տնտեսություն, մեքենաշինություն, քաղաքաշինություն, բազմաթիվ եւ այլն, եւ մեր դեպքում զարդերի վրա է թողել այդ ժամանակաշրջանի հետքը, ինչպես տեսնում եք, 1920-ականների զարդերը նմանատիպ են եղել, ես նաև ձեզ ցույց կտամ գունավոր տարբերակները։ Ահա ցույց եմ տալիս ձեզ նաև այդ զարդերի գունավոր տարբերակները, չնայած երևի թե տեսել եք իմ նախորդ վլոգների ժամանակ, տեսեք ինչպիսի նրբագեղություն, նրբաճաշակություն ուղակի կանացիության խորհրդանիշ էր կարելի է ասել, այսքան նուրբ զարդեր, այսքան նուրբ պարանոցներ ունեցող կանանց համար ստեղծված, նայեք այստեղ տրիո է, բրոշը, ականջողերը, կլիպսներ են շատ նուրբ եւ վզնոցը, այստեղ դուետ է, նույնպես վզնոց, ականջողեր, կլիպսներ եւ այս մյուսը նույնպես դուետ է, կոմպլեկտները դժվար է հավաքել, ականջողերը եւ վզնոցը, այս քարը կոչվում է դրակոնի շնչառություն, սաղը ինչ որ փայլ կա իր ներսում։ Դե այստեղ նորից վզնոցներ, ականջողեր եւ դրես կլիպներ ու ֆոր կլիպներ, շատ լավ ժամանակաշրջան էր, կանացիության խորհրդանիշ մարմնացում ստեղծող ժամանակաշրջան, իր զարդերով բնորոշված ժամանակաշրջանը թողել է մատնահետքը զարդագործության մեջ, կարելի է ասել։ Ձեզ ցույց տամ եւս մի քանի ականջողեր, որոնք այդ ժամանակաշրջանին են էլի պատկանում, տեսեք ինչ նուրբ ականջողեր են, սրանք առանց վզնոցների են ինձ տեղ հասել, ինչի համար շատ եմ ափսոսում, բայց շատ ուրախ եմ, որ իմ կոլեկցիայում կան եւս մի քանիսը։ Ահա այս ականջողերը նույնպես 1920-ականների զարդեր են եւ տեսեք որակը ինչպիսին է, ինչքան փխրուն են պատրաստված հարգելիներս, բայց 100 տարվա պատմություն ունեցող զարդեր են սիրելիներ, բայց տեսեք որակապես ինչքան բարձր են, չնայած իրենք շատ փխրուն են, ասեմ ձեզ, որ բավականին փխրուն զարդեր են, բայց շատ ուրախ եմ, որ բոլորը շատ լավ վիճակում հասել են դեպի մեր ժամանակաշրջանները եւ մենք հիմա միասին վայելում ենք այս շքեղությունը, սիրելիներ։ Հիմա ձեզ եւս մի քանի բրոշներ կցուցադրեմ այդ ժամանակաշրջանին բնորոշ եւ դուք ինքներդ արդեն որևիցե տեղ, եթե ձեզ հանդիպեն նման զարդեր, անմիջապես կարող եք ճանաչել ժամանակաշրջանը եւ ծագումը արտեկո ժամանակաշրջանի զարդեր են համարվում են արտ։ Ահա եւս մի քանի բրոշներ եմ ձեզ ցույց տալիս հարգելիներս այդ ժամանակաշրջանին բնորոշ եւ ինչպես տեսնում ենք արդեն բոլոր զարդերը համահունչ են մեկը մյուսին իրենց շքեղությամբ, իրենց կատարելությամբ, անզուգական անթերի նրբագեղություն, նրբաճաշակ մարդկանց համար։ Եվ հիմա ուզում եմ ես ձեզ մեկ տեստ անել, ձեր համար մեկ տեստ անել։ Ահա իմ ձեռքում երկու բրոշներ են, որոնք իրենց կատարումով շատ նման են այս բրոշներին դիզայներական լուծումներով, բայց ինչու՞մն է խնդիրը։ Ինչ եք կարծում, նրանք դասվում են այս բրոշների շարքին։ Ովքեր ինձ հետ վաղուց են, կարծում եմ կկռահեն, որ ոչ, քանի որ այստեղ արկա է AB ծածկույթով քարերով բրոշներ։ Այս բրոշների վրա արկա է այս AB ծածկույթով քարերը, որոնք արտադրվել են 1950-ականներին Սվարովսկու կողմից եւ եթե որևիցե մեկը ձեզ ասի այս բրոշները ունեն արտեկո ժամանակաշրջանի ծագում 1920-ականներին է պատկանում այս բրոշը, ապա դուք վստահորեն կարող եք չհավատալ, քանի որ այս քարերի ծածկույթը AB Aurora Borealis բենզինային ծածկույթ, ինչպես ասում են, AB կա տարբեր կերպերով, մեզ հավաստիացնում է, որ այս բրոշները ստեղծվել են 1950-ականներից հետո կամ 1950-ականների սկզբին, թեպետ փականը նայեք թրոմբոնային է, այս մյուսը արդեն այս տիպի փականներ եղել են 1930-ականներից սկսած, փականներից եւ քարերից կրահում ենք ժամանակաշրջանը եւ բրոշի մոտավոր տարիքը։
Բայց այս բրոշների դեպքում վստահ ենք մենք բոլորս, որ 1920-ականների բրոշներ են, դրես կլիպներն ու ֆոր կլիպները արտադրվել են 20-ականներից մինչև 30-ականներ։ Դրանից հետո դադարել է արտադրությունը, հարգելիներս, դրանում համոզված եղեք։ Դրա համար կան արձանագրված փաստեր, ամսագրեր, ֆեշն ժուրնալներ եւ այլն։ Դե ինչ սիրելիներ, կարծում եմ, որ ձեզ դուր եկավ իմ տեսանյութը, այն մարդիկ, ովքեր նոր են միացել իմ ալիքին, չմոռանաք բաժանորդագրվել, սեղմեք զանգակ կոճակը ու լայքեք։ Ցտեսություն, à bientôt, à très vite, au revoir։